Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի բարեկամներ, հետևորդներ, հարազատներ, ինչպես եք թանկագիներս, երկար ժամանակ է, որ տեսանյութ չէի նկարում, հուսով եմ, որ ակտիվ կլինեք, մեկնաբանության հարթակում, կկիսվեք բաղադրատոմսով, ու ամենակարևորը շատ շնորհակալ եմ, ովքեր հիմա ինձ դիտում են ու միացել են իմ ալիքին։ Այսօր, քանի որ, օրինակ այստեղ Իտալիայում շատ շոկ է, ոչ թե շատ շոկ է, ինձ թվում է նորմայից չափազանց բարձր շոկ է, որովհետև դեռ հունիս ամիս ենք, բայց սարսափելի շոկ է, 40 աստիճան, 42 աստիճան, ու այստեղ խոնավության տոկոսը շատ բարձր է, այնպես որ դա կրկնապատկվում է, այնպես որ սիրելիներ մի կերպ այսպես կլիման միացրած, բայց մեր տունը միևնույնն է տաք է։ Դրա համար ջեռոցում չենք պատրաստելու, թավայի մեջ ենք պատրաստելու, որ ավելի հեշտ լինի, ավելի արագ լինի, նույնիսկ էլեկտրական հարիչ չենք օգտագործելու, հեշտ բաղադրատոմս եմ ձեր համար ընտրել։ Սիրելիներ, ինչ ենք անելու։ Բաղադրիչները պատրաստել եմ ինչպես միշտ, 4 ձու ենք օգտագործելու ենք 150 շաքարավազ այստեղ, խմորի մեջ 50 գրամ շաքարավազ խնձորի համար ենք օգտագործելու, դարչին ըստ ճաշակի, աղը մի քիչ ըստ ճաշակի, օգտագործելու ենք 250 գրամ ալյուր, 200 գրամ կաթնաշոր, 120 գրամ կարագ կամ յուղ, սիրելիներ, ես օգտագործում եմ ռեդի յուղ, տեսեք ինչ հրաշք յուղ է։ Դուք տեսեք իր տեսքը, որքան գեղեցիկ, իդեպ խորհուրդ է տրվում ամռանը տաք շոգին սառնարանում պահել, որպեսզի այն իր պահպանման ժամկետի մեջ ձեզ երկար ծառայի, արտադրվում է Բելգիայում, եվրոպական յուղ է, բուսական է, կարող եք հանգիստ օգտագործել, ովքեր որ բուսակեր են, ովքեր կենդանական ոչինչ չեն օգտագործում, իդեպ այս յուղը հրաշալի է նաև փոխարինում է ձեթին, որովհետև այն 100%-անոց բուսական է ու կարելի է հանգիստ ապակել այս յուղով եւ ուտեստները եւ պատրաստել խմորեղենները։ Ու ամենակարևորը համը շատ լավն է, հանգիստ օգտագործեք, եթե ես օգտագործում եմ, ապա պատկերացրեք։ Հիմա ինչ ենք անելու։ 4 ձվին ավելացնելու ենք 150 գրամ շաքարավազը։ Իհարկե ես չեմ ասում հարիչ մի օգտագործեք, բայց այս ամառվա շոկին այսպես արագ է, ես ձեզ խորհուրդ եմ տալիս արագ տարբերակը։ Մի լավ այսպես խառնում ենք։ Շատ սենց արագ։ Ավելացնում ենք յուղը։ 120 գրամ յուղ ենք օգտագործում։ Էլի լավ խառնում եք, իդեպ եթե կարագ օգտագործեք կամ յուղ, այնպես արեք, որ այսպես հենյակային ջերմաստիճանի լինի, որպեսզի դուք հեշտ կարողանաք խառնել, որպեսզի բաղադրիչները ճիշտ միավորվեն, իդեպ սառնարանից ոչինչ դուրս չբերեք, կարևոր լինի սենյակային ջերմաստիճանի։ Սա էլ էսպես, ավելացնում ենք կաթնաշորը, իդեպ իմ մոտ կաթնաշորը արդեն փափուկ տեսակն է, դուք կարող եք մի քիչ բլենդով տրորել կամ թեկուզ ինչպես որ ուզում եք, բայց շատ չոր չլինի։ Սա էլ եք, մի լավ խառնում ենք։ Ուրեմն, այսքանը բաժանեցինք, կատարեցինք մեր գործողությունը, ավելացնում ենք շաքարային վանիլին 1 տուփ, մի լավ խառնում ենք եւ մեզ մնաց ալյուրը։ 280 գրամ ալյուր է եւ 2 թեյի գդալ փխրեցուցիչ, իմ մոտ այս փխրեցուցիչը սիրելիներ 12 գրամ է։ Հատկացված է հենց այս մեկ անգամյա պատրաստելու, տորտ պատրաստելու համար, ես կավելացեմ կամ էլ 1 թեյի գդալ սոդա կարող եք հանգիստ օգտագործել։ Ու մաղով անց ենք կացնում։ Մաղով ենք կացնում, որպեսզի թթվասնով հարստացնենք։ Իդեպ ես միշտ, երբ որ ալյուրը վերցնում եմ, քանի որ շշուտ եմ խմորեղեն պատրաստում, նախապես արդեն մաղով անց եմ կացնում, այս անգամ դեռ չեմ հասցրել, դրա համար մաղով անց եմ կացնում։ Դուք կարող եք տանը միանգամից մաղով անց կացնել ու պահել տանը։ Դա արդեն հարստացված ալյուր է կոչվում։ Վերջ, սա էլ խառնում եք, հիմա դուք կտեսնեք թանձրությունը ինչպիսին պետք է լինի խմորի։ Ոչ շատ թանձր, թափեցի, ոչ էլ շատ ջրիկ։ Այ այսպիսի խմոր։ Հիմա տեսեք, այ այսպիսի խմոր պետք է ստացվի, սիրելիներ։ Թանձրությունը դուք դիտեք, որպեսզի հասկանաք, թե ինչպես պետք է լինի, որովհետև հնարավոր է մեկի մոտ մի քիչ շատ ալյուր պահանջվի, մյուսի մոտ էլ մի քիչ։
Խմորը կողք ենք դնում, ուրեմն ունեմ խնձոր։ Խնձորը այստեղ պարտադիր չի, 2 հատ լինի, թե 3 հատ լինի։ Կախված է ձեր թավայի չափը ինչպիսին է։ Հիմա ես օրինակ թավան կբերեմ, ասես մի քիչ մեծոտ թավա է, չափը որ ասեմ, երևի 28 սանտիմետր տրամագիծ ունեցող կլինի հաստատ։ Ինչ ենք անելու, այստեղ մի փոքրիկ յուղ կդնեմ, մի հատ ուրիշ գթա վերցնեմ։ Այ այսպես վրձինով մի քիչ յուղ կքսեմ, շատ պետք չի, սիրելիներ, որպեսզի չափից դուրս յուղոտ չստացվի, բայց կարևոր է։ Վերջ, շաքարավազ, 50 գրամ շաքարավազ է։ Այսպես ցանում ենք, իդեպ ես աղը դրեցի, ոնց միշտ մոռացա խմորից աղ ավելացնեմ, բայց ոչինչ, հիմա կավելացնեմ, դուք էլ չմոռանաք։ Այսպես, խնձորը առանց կեղևը մաքրելու, միայն ներսից սիրուն կմաքրեմ ու շերտերի կբաժանենք։ Դե ինչպես ուզում եք կդասավորեք։ Կարող եք սիրուն ձև տալով դասավորել, ինչպես որ դուք ուզում եք։ Կախված է խնձորի չափից, խնձորի տեսակից։ Այս անգամ այս տեսակ խնձորը ունեմ, սա եմ օգտագործում, որ անգամը որը ունենք, չէ, տանը ինչ ունենք, դա էլ օգտագործում եք, իդեպ խնձորի փոխարեն կարող եք օգտագործել դեղց։ Շատ համեղ է նաև դեղցով։ Ես շատ եմ փորձել նաև դեղցով, իդեպ հրաշքեցրացի նաև դեղցով։ Հիմա այսպես ուղղակի կշարեմ, տեսնենք որքան կպահանջվի։ Սկզբից շարեք, սիրելիներ, որպեսզի ուղղակի շատ խնձոր չմաքրեք, որ հասկանաք որքան խնձոր է ձեզ պետք լինելու։ Վերջ սիրելիներ, տեսեք, այսպես ես սիրուն դասավորեցի, հիմա գնում ենք գազօջախի մոտ ու դնում ենք կրակին։ Վերջ, միացրեցի, տեսնում եք յուղը հալվում է, կրակը ցածրացնում եմ, հենց որ տեսնում եք շաքարավազը հալվում է, ավելացնելու ենք խմորը։ Այս ճաշակի, սիրելիներ, խնձորը համեմում ենք դարչինով։ Գիտեք, խնձորը դարչին շատ է սիրում։ Այսպես մոտավորապես 1.5 թեյի գթալ։ Այսինչ լավ է բուրում, սիրելիներ, յուղը, դարչինը, խնձորը, կարամելիզացված համն ու հոտը։ Այ հիմա այս վիճակում ավելացնում ենք խմորը, բայց խմորը ավելացնելուց կրակը լրիվ ցածրացնում ենք, դա շատ կարևոր է։ Հիմա հարթեցնում ենք խմորը զգուշությամբ, հավասարեցնում ենք ու երեսը ծածկում ենք։ Թողնում ենք մանրամասն կրակին, սիրելիներ, ժամանակ առ ժամանակ հետևելով, որպեսզի տեսնենք ոնց է թխվում ու ես ձեզ կասեմ, քանի րոպեում է թխվելու։ Այսպես նուրբ հարթեցնում ենք։ Երեսը ծածկում ենք, սիրելիներ, հիշեք, որ կրակը պետք է լինի ցածր, ժամանակ առ ժամանակ, եթե շատ գոլորշի հավաքվի, կարող եք բացել, երեսը մաքրել։ Սիրելիներ, անցել է 10 րոպե, հիմա ես բացում եմ, այսպես ջուրը պարտադիր մաքրեք, որովհետև խոնավացնելու է ձեր խմորեղենը։ Այսպես սիրուն մաքրում ենք, ծածկում ենք ու նորից երեսը ծածկում ենք։ Այդ տեսեք, արդեն բարձրացել է խմորը ու եզրերից էլ կարմրում է։ Սիրելիներ, անցել է 25 րոպե, մանրամասն կրակին է, հանգիստ, տեսեք արդեն պինդ վիճակում է, խմորեղենը պետք է շրջենք, այ այստեղ պետք է մի քիչ զգույշ մնանք։ Նախ փայտիկով փորձում ենք թխվել է թե ոչ, մի կիսաչափ տեսնում եք, այ որ շրջենք արդեն ամբողջությամբ կթխվի։ Այսպես եզրերը զգուշությամբ համոզվում ենք, որ խմորեղենը կպած չի, հետո իր չափով ափս ենք վերցնում եւ շրջում, որպեսզի հեշտ շրջենք, սիրելիներ։
Այ տեսեք, այսպիսի տեսք ունի մեր տորթը, ճիշտ է մի քիչ շատ է կարմրել մեջտեղը, սկզբից կրակը որ ուժեղ էր դրա համար ձեզ ասում եմ դուք անպայման ցածր կպահեք ու տեղափոխում ենք հանգիստ նորից ջեռոցի մեջ, թավայի մեջ։ Վերջ սիրելիներ, վերջացրել ենք, կրակը անջատում եմ ու հենց տակ-տակ վիճակում էլ կտրում ենք, տեսնենք ինչ վիճակում է։ Տեսեք սիրելիներ, ես ուզում եմ, որ դուք տեսնեք, թե ինչպես է թխված ներսից։ Որքան լավ է թխվել, ներքևի հատվածը այսպես կարմրել է, որքան հնարավոր էր, տեսեք, ընտիր։ Հիմա կփորձենք ու կտեսնենք համը ինչպիսին է։ Այս ինչ համեղ է։ Իդեպ այսպես խնձորը կարամելիզացվում է ու շատ համեղ է լինում։ Իդեպ հենց կարմիրել, այսպես շատ կարմիրած ավելի համեղ է, որովհետև համն ու հոտը հրաշք է, սիրելիներ։ Այ տեսեք, որքան լավն է։ Անպայման պատրաստեք, այս շոքերին համեղ սիրուն, սառը թեյով, սուրճով այլեք, ինձ էլ կհիշեք, հիմա սարի մենք էլ մեր ընտանիքով սիրուն կվայելենք սիրելիներ, շնորհակալություն, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ իմ ալիքում եք, շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի համար, որ իմ հետ պատրաստում եք, իդեպ այսօր ուղիղ եթեր ունեմ ֆունչոզային պատրաստելու, չգիտեմ այս տեսանյութը երբ եմ տեղադրելու, բայց եթե արդեն չեք դիտել ֆունչոզայի ուղիղ եթերը, կարող եք մտնել իմ playlist, այնտեղ մտնել ուղիղ եթերների ալիքը, բաժինը ու կդիտեք նաև ֆունչոզայի պատրաստման եղանակը։ Դե ինձ սիրելիներ, շնորհակալություն, հաջողություն եմ մաղթում բոլորին։